Տնային պալիատիվ խնամքը, որն արդեն հասանելի է Եոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, նախատեսված է անբուժելի հիվանդություններ ունեցող 0-ից մինչև 18 տարեկան երեխաների և իրենց ընտանիքների համար։ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց տնային ծառայություններ մանկական պալիատիվ օգնության, եւ դա ուղղված էր ոչ միայն ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաներին, այլ նաեւ այլ ախտանիշներ, հիմնականում նյարդային համակարգի հիվանդություններ, որոշ գենետիկ հիվանդություններ եւ ոչ միայն Երևանում, այլ ընդգրկվել է նաեւ մարզերը, Երևանի կից մարզերը 30 կիլոմետր շարավղով։ Բաժանմունքի վարիչը ցավով նշեց, որ ծրագրի մեկնարկից ի վեր ամբողջ ընթացքում գրեթե չեն ունեցել ուղղորդումներ ընտանեկան բժիշկների կամ մանկաբույժների կողմից։ Մասնագետի խոսքով շատ դեպքերում ծնողներն իրենք են տեղեկանում ծառայության մասին եւ տեղեկությունը փոխանցում մեկը մյուսին։ Չնայած այն փաստին, որ ծրագրի մեկնարկից առաջ սպասարկման ողջ տարածքի համապատասխան օղակներում իրականացվել են իրազեկման արշավներ։ Տրվել է նրանց բոլոր այն գործիքները, որոնցով կարող են նրանք գնահատել այս երեխան արդյոք ունի պալիատիվ օգնության կարիք եւ ինչպես կարող են ուղղորդել, այսինքն ուսուցանվել են, կրթվել են բժիշկները, միգուցե շատ ծանրաբեռնված են, նաեւ դա կարող է դեր խաղալ, որ չեն կարողանում համապատասխան ուշադրություն դարձնել նման խնդիրներով երեխաներին եւ ուղղորդումները չի լինում, բայց դա շատ վատ է անդրադառնում այդ երեխայի եւ ընտանիքի կյանքի որակի վրա։ Պալիատիվ խնամքը հույսի հրաժարում չէ, այն երեխայի արժանապատիվ կյանքի, առանց ցավի մանկության եւ ընտանիքի կողքին լինելու համար է։ Կարող եմ հետադարձ հայացք գցել, որտեղ մոտ 1 տարուց ավել փորձ ունենք այն բժիշկների հետ, որոնց հետ որ աշխատել ենք, ընտանեկան բժիշկները կամ մանկաբույժները տեսել են արդյունքը մեր գործունեության, երբ որ երեխան ունենում է որոշակի առողջական խնդիր, հիմնական իր խնդրից դուրս սրացումներ, երբ որ մայրը դիմում է առաջնային օղակին, նրանք ասում են, որ լավ կլինի դիմեք այս պահին ավելի շատ պալիատիվ օգնության թիմին, որտեղ նրանց փորձը շատ ավելի շատ է, նրանց աջակցությունը այս պահին ավելի շատ կարող է լինել եւ կան ախտանիշներ, որոնց կառավարման համար կան որոշակի դեղամիջոցներ, որոնք որ անպայմանել չէ, որ դա տիրապետի առաջնային օղակի բժիշկը։ Մասնագիտական թիմն առաջին այցի ժամանակ ծանոթանալով երեխայի խնդրի հետ արդեն հասկանում է, թե ամսվա ընթացքում քանի այց է անհրաժեշտ։ Սովորաբար դա լինում է 1 կամ 2 պլանային, սակայն եթե երեխայի վիճակը ծանրանում է կամ իրավիճակը փոփոխվում է, ըստ անհրաժեշտության այցերի քանակը փոփոխվում է։ Մինչ այսօր, սկսած 2025 թվականից մոտ 69 երեխա ենք ընդգրկել, որոնցից 10-ը եղել են ուռուցքային հիվանդություններով, մնացածը ոչ ուռուցքային հիվանդություններով, օնկոլոգիական, ոչ օնկոլոգիական նյարդային տարբեր համակարգի հիվանդություններով, գենետիկ խնդիրներով, նույնիսկ շատ ընտանեկան դեպքեր ունենք, որտեղ 2 երեխան ունի գենետիկ հիվանդություն եւ ունի պալիատիվ օգնության կարիք, որտեղ այդ խնդիրը դեռևս բուժում չունի։ Երբ ընտանիքը մնում է միայնակ ծանր հիվանդություն ունեցող երեխայի խնամքի հետ, ուժում է ոչ միայն երեխան, այլև ամբողջ ընտանիքը։ Տնային պալիատիվ ծառայությունը ստեղծվել է այդ ծանր ճանապարհը թեթևացնելու համար։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։